քննարկում ենք հարց համար 9 Հրազդանի կիրճում հանգստի գոտի ստեղծելու նախագծի վերաբերյալ հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան։ Համեցեք, պարոն Խուդացյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ։ Ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում եւ լրացում, ինչպես նաեւ կառավարության 2025 թվականի համար 1910 որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին որոշման նախագիծը նախագծով առաջարկում է 172 միլիոն դրամի վերաբաշխում իրականացնել Երևանի քաղաքապետարին գումար հատկացնել Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման համար։ Առաջարկում եմ նախագծի մանրամասները պարոն վարչապետ ներկայացնի Երևանի քաղաքապետը։ Համեցեք, պարոն Ավինյան։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, տվյալ նախագիծն իրականացվում է Հրազդանի կիրճի սկզբնամասից հաշված մոտ 5.5 կիլոմետր հեռավորության վրա, Արաբկիր վարչական շրջանում, այն հատվածում, որտեղ միասին պարոն վարչապետ մենք ունեցանք այցելություն։ Ծրագիրը ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր, նոր լանդշաֆտ եւ ճարտարապետական լուծումներ, հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, սպորտային միջոցառումների անցկացման հարթակներ, կինոդիտման վայր, ինչպես նաև սրճարան, որը կդառնա սոցիալական շփումների կենտրոնը կիրճում եւ նմանատիպ ենթակառուցվածքի կարիք այնտեղ կար եւ բազմաթիվ կիրճում սպորտով զբաղվողների նաև պահանջն ու խնդրանքներ սա, պարոն վարչապետ, ընդհանուր առմամբ սա մեր ընդհանուր կիրճի վերակազմավորման, վերաձևավորման կոնցեպտի մեջ է մտնում եւ հիշեցնեմ նաեւ, որ մենք իրականացրել ենք խորը վերլուծություն ամբողջ կիրճի վերաբերյալ, ֆլորան եւ ֆաունան ենք ուսումնասիրել, մշակութային ժառանգություն հանդիսացող հատվածները հստակ սահմանագծել ենք կիրճը եւ սպասում ենք շրջակա միջավայրի նախարարության կողմից օրենսդրական փոփոխություններին, որից հետո Երևան քաղաքի ավականին ամբողջ կիրճը կճանաչի համայնքային հատուկ պահպանվող տարածք եւ այս կոնցեպտուալ այս կարևոր կետերից մեկը նաեւ ձեր առաջարկությամբ իրականացվում է հենց այս հատվածում, որի մասին խոսեցինք, սա է ընդհանուրը։ Շնորհակալ եմ, պարոն Ավինյան, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ մենք Երևան քաղաքում 3 խոշոր բնապահպանական եւ այսպես ասած կյանք ավելի հարմարավետ դարձնելուն ուղղված 3 խոշոր ծրագիր ունենք, դրանցից մեկը Հրազդան գետի կիրճը հատուկ պահպանվող ռեկրեացիոն հանգստի գոտի դարձնելն է, հաջորդը Դալմայի այգիների հետ կապված խոշոր քաղաքային անտառ պուրակ ստեղծելու մասին է եւ հաջորդը Նոր Նորքում նախորդ կառավարության նախորդ նիստերից մեկում մենք խոսեցինք արդեն վերադարձված հողերի վրա Նոր Նորքասցի Նորք Մարաշում, այո, ավելի քան 7 հեկտար տարածքի վրա էլի անտառային քաղաքային անտառ պուրակ ստեղծելու նախագծի մասին է եւ ըստ էության այս հատվածով մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն Հրազդանի կիրճի մասով սկսում ենք նախագծի իրականացումը։ Այստեղ կարևոր է նաեւ այն, որ տվյալ հատվածը ինքը արդեն ապրում է որպես այդպիսին։ Այսինքն եւ հատկապես շաբաթ-կիրակի օրերին, նաեւ աշխատանքային օրերին մարզվող, վազքով, քայլով զբաղվող, հեծանիվով զբաղվող, ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիները հիմնականում կենտրոնանում են այդտեղ եւ հիմա մեր խնդիրը այդ գործունեությունը կամ այդ ժամանցը ավելի հարմարավետ դարձնելն է, որովհետեւ այստեղ խնդիրը ինչ է։ Ես էլ քանի որ տեղում եղել եմ եւ ուսումնասիրել եմ իրավիճակը, որ խնդիր կա, որ մարդը այդտեղ ավելի երկար ժամանակ անցկացնելու համար ունի որոշակի սահմանափակումներ, որովհետև դե վազքը վազք, սպորտը սպորտ, հեծանիվը հեծանիվ, բայց դա անընդհատ չի, այսինքն լավ, ժամ ու կես 2 ժամ զբաղվում ես դրանով, մի բաժակ թեյ, սուրճ խմելու կամ ուղղակի նստել հանգստանալու անհրաժեշտություն կա, եւ հիմա ամբողջը
արվում է այդ ժամանցի այդ ձևը հնարավորինս այդ տարածքում երկարացնելու եւ հնարավորինս ինչպես ընդունված է ասել էկո միջավայրում անցկացնելու հնարավորություն ստեղծելու եւ հարմարավետ դարձնելու եւ երկարացնելու մասին է։ Իհարկե մենք տեղում նախագիծը նայել ենք, այսինքն եւ շատ լավ նախագիծ է եւ պետք է պարզապես իրականացնել այն տրամաբանությամբ, որ մենք Հրազդանի կիրճի ավելի խոշոր հատվածը, ինչպես ասեց պարոն Ավինյանը, ուսումնասիրված է։ Հիմա կառավարությունը իր աշխատանքը պետք է անի, ազգային ժողովում մեր գործընկերները հույս ունեմ կընդունեն այդ օրենքը, որից հետո արդեն տարածքը հատուկ կարգավիճակ կստանա, որովհետև ցավոք սրտի այդտեղ էլ մենք դեֆորմացիաներ ունենք։ Իհարկե մենք այդտեղ շատ ցանկություն չունենք, որպեսզի անհարմարավետություններ ստեղծենք, այդ թվում ներդրումների համար, նրանք, որոնք կարող են համատեղվել այդ տրամաբանության մեջ, ինտեգրվել այդ տրամաբանությանը, մենք խնդիր չենք տեսնում, բայց ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ դա հսկայական մեծ տարածք է եւ շատ մեծ պոտենցիալ ունի եւ Երևան քաղաքում ընդհանուր առմամբ եւ օդի որակի եւ կյանքի որակի բարելավման առումով շատ մեծ պոտենցիալ ունի եւ մենք այդ նախագիծը պետք է սկսենք իրականացնել եւ այսպիսով սկսում ենք իրականացնել։ Համեցեք։ Պարոն վարչապետ, այո, մենք նույնիսկ արդեն իսկ համաձայնագիրն ենք կնքել որոշակի ֆինանսական միջոցներ հատկացնելով եւ այնտեղ տեղում ուսումնասիրություններն են իրականացվում եւ արդեն շատ շուտով օրերի ընթացքում բուն շինարարական աշխատանքներն են ընթանալու եւ մի քանի կարեւոր ծրագրի մասին դուք խոսեցիք, մասնավորապես նաև Դալմայի այգիների վերականգնման անտառ-պուրակի ստեղծման մասին։ Ես ուզում եմ մի քանի թիվ բարձրաձայնել, պարոն վարչապետ։ Վերջին 4 տարիների ընթացքում Երևան քաղաքում ստեղծվել է մոտավորապես 60 հեկտար նոր կանաչապատ տարածքներ։ Եվ այս 60 հեկտարը բոլորը իրենց ոռոգման համակարգերով այս վերջին 4 տարիների արված աշխատանքը ավելին է, քան դրան նախորդող 22 տարիներինը միասին վերցրած։ Եվ երբ որ խոսում ենք, որ 60 հեկտարը տենց շատ կարևոր թիվ է, Դալմայի այգիները 250 հեկտարի մասին է մոտավորապես խոսքը, պարոն վարչապետ, եւ իրականում դա քաղաքային միջավայրում էականորեն փոփոխություն է բերելու այդ ծրագիրը։ Վստահորեն փոփոխություն է բերելու նաև Հրազդանի կիրճում կանաչապատման ծրագիրը, որը հենց հաջորդ փուլով մենք պատրաստվում ենք իրականացնել, եւ այս տարի նաև պարոն վարչապետ ունենք նոր վարչական շրջանում 35 հեկտար տարածք Լվովյան հատվածում, որը որ նույնպես կանաչապատ տարածք է դառնալու, այսինքն կանաչապատման process-ը Երևան քաղաքում դուք արդեն նշեցիք նաև Նորք Մարաշը եւ ուզում եմ ասել տեմպերը եւ ծավալները էականորեն ավելանում են եւ ժամանակի ընթացած ել ավելի մեծ եւ ամբիցիոզ ծրագրեր են իրականացնում։ Պարոն Ավինյան, տեսեք, դուք խոսում եք 60 հեկտարի մասին, ինչը իհարկե հենց ինքնին արդեն ցանկացած քաղաքի համար շատ շոշափելի տարածք է։ Ես իհարկե վստահ չեմ, որ իմ news feed-ի կարգաբերումները ամենադիպուկն են, բայց իհարկե շատ ուրախալի է եւ դա նկատելի է, որ մենք տարածքներում տարբեր վարչական շրջաններում բակեր ենք ազատում ուղղակի այդ մեզ հայտնի ցանկապատային տրամաբանությունից, բայց ես վստահ չեմ, որ հետո այդ դրանից արդյունքում այդ ապամոնտաժված ցանկապատների տեղում ինչ ունեցանք, վստահ չեմ, որ գոնե իմ news feed-ում պատշաճ ձևով լուսաբանվում է, որովհետև իհարկե քայլելի շրջելիս տեսնում ենք եւ նաեւ այսօրվա լրատվական միջավայրը հաշվի առնելով կարծում եմ մենք ավելի շատ ջանք պետքա գործադրենք այդ ամեն ինչը ցույց տալու համար, չնայած իհարկե տեղում մարդիկ տեսնում են եւ գոնե Երևանի տարբեր վարչական շրջանների մեր հանդիպումները եւ այլն այդ արձագանքը ցույց են տալիս եւ իհարկե այս process-ը անշուշտ պետք է շարունակվի, խաղահրապարակներ, իմիջիայլոց երեխաների արձագանքն ենք տեսնում եւ ամենուր իմիջիայլոց կա նաև շատ հետաքրքիր միտում, ենթադրում եմ Երևանում եւ նաև այլ համայնքներում, օրինակ ինձ համար ամենամեծ զարմացնող եւ հաճելի նորությունը այն է,
երբ որ մեր տարբեր համայնքների ղեկավարները ասում են, դե գիտեք, բնակիչների հետ պայմանավորվել ենք, այս բաները, ստեղի այս ինքնական ավտոտնակները ապամոնտաժելու ենք եւ այգի ենք կառուցելու։ Այն օրն էլ իհարկե ուղիղ եթերում է տեղի ունեցել խոսակցությունը, բայց ասում եմ, այսինքն համաձայնվել են բնակիչները, ասում են այո, համաձայնվել են։ Երկրորդ անգամ եմ հարցնում, ասում են համաձայնվել են եւ երբ որ շատ պնդում են, ասում են լավ, դե ասենք 30 ավտոտնակ կա, մի հոգի կարողա չի համաձայնվել, բայց դա կապ չունի։ Սա շատ կարևոր process է։ Այս նշանակում է, որ մարդկանց ստեղ ուրիշ բան կա, իմ կարծիքով ստեղ կա նաեւ քաղաքացու եւ քաղաքային իշխանության հարաբերությունների խնդիր, որովհետեւ այդ հարաբերությունների, երբ որ հազար ներողություն, երբ որ մարդը տեսնում է, որ համայնքի ղեկավարը ստեղ իր հորոխբոր, աղբոր դասարանցու համար տարբեր տեղեր sense գարաժների տեղեր չի վերցնում եւ ընդհակառակը ջանքա գործադրում նոր կանաչ տարածքներ ավելացնել, մարդը ասում է, բայց մի րոպե, մի համայնքն է, ինչի ես պետք է իմ մասնակցությունը չունենամ դրան։ Եվ դա շատ կարևոր, շատ գեղեցիկ եւ շատ հաճելի process է, եւ դա մի բան է, ինչի կապակցությամբ մենք պետք է շնորհավորենք իրանց եւ շնորհակալություն հայտնենք այդ մարդկանց, որ այսպիսի արձագանք են տալիս եւ իհարկե Երևանում էլ այդ process-ը կա, համոզված եմ եւ դա շատ լավ նորություն է։ Իհարկե Երևանը մեր մայրաքաղաքն է եւ հանրապետության ամենախոշոր բնակավայրը եւ մեր բոլոր խնդիրները, որ մենք տարբեր տեղերում ունենք, այստեղ խտացված են եւ ավելի շատ են երևում եւ մասնավորապես ամեն օր գրեթե ամեն օր մենք տեսնում ենք եւ նամակներ ենք ստանում, ահազանգներ, պահանջներ, խնդրանքներ կապված խցանումների խնդիրը լուծելու հետ եւ մենք աշխատանքային խումբ ենք ստեղծել, հույս ունեմ, որ այդ աշխատանքային խումբը լուծումներ կառաջարկի, բայց նաեւ հաշվի առնելով դարաշրջանը, ոնց որ թե մենք այդտեղ էլ արհեստական բանականությանը պետքա ավելի ու ավելի մեծ դերակատարում վերապահենք, բայց մյուս կողմից էլ պետքա հասկանանք ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անսահմանա, չգիտեմ ոնց են թարգմանում, բեզրազմերը հայերը ոնց է անչափ չի, էլի, ինքը մեկա չափ ունի, ցանկացած փողոց եւ մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակը ստեղծվում է նրանով, մենք պետք է ավտոմեքենաների ներմուծման վիճակագրությունը տեսնենք եւ հասկանանք, որ այդ մեքենան գալիս է մտնում է այդ նույն փողոցը, բոլորը գալիս են մտնում են, ընդ որում հիմնական ժամերին հիմնական փողոցները պարզ են եւ բայց ամեն դեպքում ստեղ աշխատանք պետք է անենք հիմի հույս կա, որ մի բան կարանք անենք այդտեղ, համեցիկ։ Անվարչապետ միանշանակ հույս կա եւ իրականում մենք շատ շուտով կոմիտեի նիստով եւ նաեւ կառավարության հաջորդ նիստով հուսանք կքննարկենք Երևանի թիմն օրենքը, որտեղ որ ունենք նոր կարգավորումներ, մասնավորապես օրինազանց վարորդների եւ ավտոմեքենաների կայանման սխալ վայրերում կազմակերպելու դեպքում, այսպես ասած, այդ քարշակ ծառայությունը արտապատվիրակելու հնարավորություն ենք ստեղծում եւ իրականում երկու կոմպոնենտ կա, 3 կոմպոնենտ կա մեր ընդհանուր խցանումների հետ կապված։ Առաջին կոմպոնենտը միանշանակ ավտոմեքենաների քանակն է։ Միայն Երևան քաղաքում տարեկան մոտավորապես 12000 ավտոմեքենա է գրանցվում եւ բոլորը մտնում են երթևեկության մաս են դառնում եւ նաեւ հարակից մարզերից էլ նույնպես ավտոմեքենաները այդ թիվը չեմ բարձրաձայնում, մոտ մի այդքան էլ հարակից մարզերում է տեղի ունենում։ Երկրորդ կոմպոնենտը իրականում մեր վարելու պրակտիկան է։ Ինչքան էլ որ դա տարօրինակ չէ, այնուամենայնիվ մենք մեր շատ խցանումներ առաջանում են, որովհետև օրինակի համար վերջի վայրկյանին ընդեղին լույսի տակով անցած մարդը գնում է եւ կանգնում է խաչմերուկի մեջտեղում եւ դա էական մեծ դեր ունի, այսինքն մեր վարելու պրակտիկայում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք եւ երրորդը արդեն ձեր ասած լուծումներն են, որոնք որ կարող են այս երկու խնդիրների ինչ որ տրամաբանությամբ լուծումների դեպքում էականորեն մեղմել իրավիճակը եւ մեր տեսլականը գլոբալ առումով այն է, որ Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր, հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար եւ նաեւ կառավարությունը տեղել
ջանք չի խնայում։ Ուզում եմ տեղեկացնել պարոն վարչապետ, որ 45 տրոլեյբուսները, որոնք որ ձեր հանձնարարականով եւ կառավարության ֆինանսավորմամբ Երևան քաղաքը ստանում է, մի փոքր ուշանալու են կապված Իրանում իրավիճակի հետ, բայց մայիսի կեսերին 45 տրոլեյբուսները կհասնեն Երևան։ Շատ լավ, դե այստեղ իհարկե մենք պետք է հիշենք նաև մետրոյի մեր ծրագրերի հետ կապված, ընդ որում սա շատ խոշոր նախագիծ է Հայաստանի համար, եկեք արձանագրենք, որ վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել եւ շահագործման չի հանձնվել, եւ սա էլի շատ մեծ նախագիծ է, բայց որ այդ նախագիծը իրականացվելու է, այդտեղ երկու կարծիք չկա, եւ էլի եմ ասում, այդտեղ մեր բանի տեմպերի մասին մեր պատկերացումները էլի շատ մի քիչ բան են, մի քիչ իհարկե պարզա որ ժամկետները մենք բոլորս ուզում ենք հնարավորինս կարճ լինի, բայց այնուամենայնիվ մանավանդ այն հատվածներում, որտեղ մենք կամ գիտելիք ենք կորցրել կամ հմտությունները որոշակիորեն բան են եղել, չեն օգտագործվել, հղկված չեն բավարար չափով, դա ժամանակ վերցնելու է, բայց մենք այդ ճանապարհով գնալու ենք, ընդ որում Աջափնյակ կայարանի թեման ինքը առանձին վերցրած թեմա չէ, մեր ռազմավարական մտածածն այն է, որ ի վերջո մետրոն շրջանաձև տեսք պետք է ստանա, ինչի արդյունքում նաև ըստ ամենայնի երթևեկության տրամաբանությունները կփոխվեն եւ արդյունավետությունները կմեծանան։ Այսինքն եթե մենք շրջանաձև երկու գիծ ունենանք, այդտեղ արդեն տրանսպորտի մասնագետները ավելի լավ խորհուրդներ կտան, այսինքն անդադ պտույտների, ընդ որում հանդիպակաց պտույտների միջոցով հնարավոր է, որ շատ ավելի մեծ էֆեկտներ ունենանք, քան մինչև այս տեսել ենք։ Եվ այդպես շարունակ մենք էլի ուրիշ նախագծեր ունենք կապված Զվարթնոց օդանավակայանից դեպի Երևան եկող եւ այլն ի վերջո պարոն Խաչատրյան էլի այն օրը բանում Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիները էլի հիշեցրին Հյուս Սարաֆի այդ կտորի այդ դատի, ես էլ ասեցի որ մենք զբաղվում ենք դրանով, հույս ունեմ այդտեղ էլ հույս ունենք, հա